Ընդդիմադիր Հայաստան խմբակցությունում մեծ էր գայթակղությունը խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրելու պատգամավոր Արթուր Սարգսյանի թեկնածությունն ով սրբազան պայքարի գործով շարունակում է տնային կալանքում մնալ, բայց Սարգսյանը թիմակիցներին խնդրել է ազգային ժողովին գործնական թեկնածություն առաջարկել, քանի որ ինքը եթե անգամ ընտրվի, չի կարողանալու կատարել իր պարտականությունները։ Այսպես քաղաքական ուժի ընտրությունը կանգ է առել պատգամավոր Լիլիթ Գալստյանի թեկնածության վրա։ Թեկնածուն ինքը կարծում է, որ այն ամենն, ինչի հետ մեր երկրում ամեն օր բախվում է քաղաքացին, կապ չունեն ոչ իրավական, ոչ էլ ժողովրդավարական պետության հետ։ Ուսումնասիրությունների համադրումը, ինչպես է մեր ամեն օրը բացահայտում է, թե որքան հեռու է Հայաստանը խոստացված ժողովրդավարական արժեքներից եւ որքան խորն է դե յուրե եւ դե ֆակտո իրականությունների խզումը։ Թեպետ իշխանականներն ու ընդդիմադիրները միասնական որոշում ունեն հանձնաժողովների նախագահների ընտրության ընթացքում սահմանափակել ինչպես հարցերի, այնպես էլ ելույթների քանակը, որ նոր խորհրդարանը չձևավորվի մինչև հաջորդ 2031-ի ընտրությունները, Գալստյանին հարց ուղղելու համար հերթագրվում է 25 պատգամավոր։ ԿՊԱ-ականների հետ Լիլիթ Գալստյանի հարց ու պատասխանը թեժ է, բայց խորհրդարանում մթնոլորտը շիկանում է, երբ ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի հերթն է հասնում։ Խորհրդարանի փոխխոսնակն ասում է, ստիպված այն քրեական վարույթի նյութերն է աչքի տակով անցկացրել, որոնցով անցնում են հենց Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանն ու Բագրատ arczepiskopos Գալստանյանը։ Էլի հասա այն աստրիկների պահին, որոնք որ պլանավորում էին շախ տալ Երևանի փողոցներում։ Հետո հիշեցի, որ դուք այդ մարդկանց արդար եք անվանում, որոնք դատվում են տերորիզմի նախապատրաստության գործով, որ Ուսամա Բեն Լադենը Հայաստանում դատապարտված լիներ, արդար անվանելու էիք։ Այդ կարված ցուցմունքներից մեկը դուք պատառիկն եք, մեկ տարբաներ եք, նախադասություն կամ բառեր եք գտնում եւ ուզում եք, որ ես գնահատական տամ։ Ես չեմ կարող գնահատականներ տալ, ինչպես դուք փորձեցիք անել, կտրտված փաստերով եւ դուք հենց այդ մոնտաժված ցուցմունքներից պատառիկ եք կարծում եւ ինձ ասում եք դե գնահատական տուր։ Ընդդիմադիր պատգամավորը որպես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ վիրավորվում է Ալեքսանյանի համեմատությունից։ Խորհրդարանի փոխխոսնակը շարունակում իր պնդումը։ Առանձնապես մեծ տարբերություն չեմ տեսնում այդ երկու անձանց մեջ ու իմ կրոնական զգացմունքները վիրավորվում են նրանով, երբ որ հայ առաքելական եկեղեցու սպասավորը իրան պահում է մոջահեդի պես, քիչ ամնում մի հատ էլ ջիհադիստի ժիլետ հագնի։ Պրոակտիվ արձագանքը Հայաստան խմբակցության պատգամավորներից Գեղամ Մանուկյանին ներազգային ժողովի իշխանական փոխնախագահից պահանջում էր ձևակերպումների հարցում առավել զուսպ լինել, երբ խոսքը հայ առաքելական Սուրբ եկեղեցու սպասավորին է վերաբերում։ Երբ որ գալիս եք այստեղ ու տերորիզմ պլանավորած մարդկանց մասին ասում եք արդարներ, կներեք դրանից էլ իմ բանն է վիրավորվում, առհասարակ բանականությունն է վիրավորվում։ Հենց հիմա, այս վերջին 3 րոպեներին դուք խախտում եք Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունքը, անմեղության կանխավարկածը։ Եվ մեկ այլ հարց ԿՊ-ից, որ մարդկանց իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահն է հավակնում դառնալ Լիլիթ Գալստյանը։ Իշխանական պատգամավորներից Սոնա Ղազարյանը հետաքրքրվեց, ընդդիմության թեկնածուն էլ արձագանքեց բոլոր մարդկանց, Ղազարյանին հիշեցնելով, որ 2008-ի մարտի 1-ի դեպքերի ընթացքում նույնիսկ անձնական երաշխավորություն է ներկայացրել վերջինիս Սկեսրայրի ազատության համար, թեպետ իր քաղաքական ուժը կոալիցիոն իշխանության կազմում էր։ Էդվարդ Պողոսյան, ժամը լրատվական։